Ֆրնյուզի եթերում այսօր Երևան-Մադրիդ ձևաչափով միացումն է, Իսպանիայից ինձ կմիանա Գրիգոր Գրիգորյանը, բարև Գրիգոր ջան։ Աստու բարին, գագիս։ Գրիգոր ջան, ես ուզում եմ նաև մեր հեռուստադիտողների համար պարզաբանում անենք, դու գտնվում ես գործուղման մեջ, դրա համար քո սովորական տեղից չես, հա, այն քո կաբինետից չես, այլ դրսում ես ու այնտեղ կարող է նաև տենց հատվածներում ակտիվ իսպաներեն լսենք, չզարմանանք, հա։ Մանավանդ իրանք բարձր խոսացող ազգ են, չէ։ Իհարկե, նույնիսկ ասենք նստեղ եմ որոշել նստել, որ գոնե մեջքից հետևից մարդ չանցնի, էլի։ Դե Գագիկ ջան, սկսենք։ Տես, անցած շաբաթը շատ հետաքրքիր էր, ոչ միայն քաղաքական ասպեկտով, այլ նաև մարզական, հա, այսինքն գլխավոր իրադարձությունը թերևս կարելի ասել վարչապետի հայտարարություններ այն մասին, որ մինչև 20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում եւ Վրաստանում, դա Հայաստանի իմիջի մասին է խոսում, բնականաբար նաև Վրաստանի, բայց ինչու ոչ նաև մեր ծանրամարտիկների ֆուրորը, որ տեղի ունեցավ Վրաստանում։ Եվ ըմբշամարտիկների, այո։ Հա, բայց ծանրամարտիկները ուղղակի ուրիշ նիվել է, դա ուրիշ բան է։ Ես ինքս երիտասարդ տարիներին ծանրամարտիկ եմ, ասենք որ պատկերացրա իմ որպես միշտ ասում եմ, ինձ համար կուրկ, որպես այդպիսի եղել, բայց ասենք Յուրիկ Վարդանյանը իմ համար նույնիսկ ես ապացույցներ ունեմ, մի ուրիշ հաղորդումներում ես ապացույցներ ունեմ, որ նույնիսկ Չադիկ ջեպիի հետ վիճեցի ու ապացուցեցի, որ Յուրիկ Վարդանյանի ռեկորդը միջև այսօր չի սահմանվում։ Ոչ մեկ իր քաշային կարգերը փոխել, իր բան անդրադառնամ, քանի որ ոսկե գնաց դրանին, ուրեմն Յուրիկ Վարդանյանը 82.5 կիլոգրամ քաշային կարգում է, ինքը ռեկորդ 400 երկամարտում 400 կիլոգրամ։ Դրանից հետո միջազգային համաշխարհային ֆեդերացիան ծանրամարտի փոխեցին քաշերը 90, եթե չսխալվեմ, փոխեցին ուրիշ կատեգորիա, այսինքն այդ 82.5 կիլոգրամը սարքեցին 89 ու 89 կիլոգրամի երկամարտի ռեկորդը 379 կիլոգրամ է։ Հետո դրանից ավել չէ, դներես 390 կիլոգրամ։ Քաշ ավելացել է 7 կիլոգրամով, չէ, ծանրամարտիկի, այսինքն կարելի ասել մեկանային իր ուժը ավելի է, բայց ինքը նույնիսկ այդ համաշխարհային ռեկորդը հիմա 393 է, 7 կիլոգրամով ցածր է Վարդանյանի ռեկորդից, այսինքն մինչև հիմա ականջը կանչի, Աստված ոգին լուսավորի, համաշխարհային լեգենդների մեջ ինքը լեգենդն է, ու երևի վերևից այնքան է ուրախացել են անցած շաբաթվա համար, որ ասելու չի, էլի։ Շնորհավորանքներ ուղարկեմ, մի փոքր ասեմ, գտնվում եմ Իսպանիայի, այսօր Մադրիդից չի, այսօր Իսպանիայի մյուս մայրաքաղաքում, Տոլեդո։ Ջեր բարևներ բոլորին, իսպանացի ընկերներից, բարեկամներից, գործընկերներից, այն մի այնտեղ նստած բոլորը հեռվից նայում են, որտեղ այսօր շանս ունեն, միշտ բան են անում։ Այդ ինչ ես անում է, ինչի մեջ ես մտել, դուք ինչ ա պետք, թարգմանել լսել, դուք ձեր գործին։ Այդպես Գագիկ ջան, նախ շատ ջերմ շնորհավորանքները, բայց անդրադառնամ այսօրվա առավոտյան, քանի որ ես սպորտային մարդ եմ իմ կյանքում, դու գիտես, դու անձամբ դու գիտես, բոլորը չգիտեն, ֆուտբոլը իմ համար ինչ է։ Այս որ աշխարհի առաջնությունը 20 տարեկանների անցկացումը, գիտեք ինչ նորություն ասա,
մի քիչ կարող է ցնցալի ասեմ, շատ մարդիկ չեն պատկերացնում Գագիկ ջան, դա ինչ է։ Խոսքը գնում է աշխարհի առաջնացում։ Որ չբացատրենք հիմա մեր հայրենակիցներին, բայց եթե դու այսօր հնարավորություն ես ունենում, դա կապ չունի։ Ես դեռ ասեմ շատ քիչ է տարբերությունը, ասենք մեծահասակներինն թե 20 տարեկաններին։ Համաշխարհային մասշտաբի նորություն ասեմ։ Իսպանիա 1982 թվականից մինչև հիմա պատկերացնեք, ինչ ինֆրաստրուկտուրա ունի ու ինչ է ինքը ֆուտբոլի ինչ պատրաստի երկիր է, չէ՞, Իսպանիան։ 72 թվականից այսօր արդեն անցել է համարյա 40 տարի, 40 նոր 2030 թվականին որ համեմատական վերցնենք Իսպանիան ինչ աշխարհում ու Հայաստանը, համեմատականը մի հատ նայեք, ասենք 20 տարեկանների աշխարհաշինությունը։ Հիմա ես մի բան եմ ուզում ասեմ, պատկերացնում եք Գագիկ ջան, սրա հետևը, այս լուրի հետևը, ինչ աշխատանք է կատարվել, ինչ մասշտաբի աշխատանք է միշտ ասում եմ, ասենք որ մեկ նեղանում եմ ինձանից, ասում եմ 3000 տարվա պատմություն ունեցող ազգ եմ, ինչի պետք է ես ասեմ շարունակվող, որ իմանամ ստեղ հայը ով է, ու հիմա դուք պատկերացնում եք, մենք այս վերջի հենց ցել ասեմ ես, հեղափոխությունից հետո ոնց աշխարհը մեզ սկսում ամեն փուչով ճանաչել։ Միայն Ռեալ Մադրիդը 500 միլիոն երկրպագու է, չէ՞։ Դե պատկերացրեք աշխարհում համարյա 2 միլիարդ ֆուտբոլի երկրպագուներ կան։ Աշխարհի մասշտաբով, սա Աֆրիկայից, Ավստրալիայից։ Հիմա նայեք, պատկերացնում եք ինչ է կատարվելու, որ ամեն դե բնական է, խոսքը գնում է աշխարհի առաջնության մասին։ Հիմա ասեմ միայն, որ ես ինչ եմ Ռեալ Մադրիդից խոսում, ամենաշատ Ռեալի բարձրයි, ասենց ասեմ, որ չմնաց չունի, որ գույների մասին եմ ասում։ Հիմա նա իրանց կանտերա, այսինքն իրանց մարզադպրոցի սաները, այս Իսպանիայի հավաքականի մարզիկներ են, չէ՞, ասենք 20 տարեկանները, ու իրանք արդեն առաջին լիգա են խաղում այդ մարդիկ։ Դուք պատկերացնում եք ինչքան մարդ է ճանաչելու Հայաստան։ Իհարկե։ Պատմելու բան չի, Գագիկ ջան, իրոք պատմելու բան չի։ Ու այդպես թեմաներով հիմա նա աշխարհարաշտություն ունեցանք, չէ, ծառամարտի։ Այդ ամեն մի քայլը հատիկ մի հատ այնպես երկիր է կառուցվում, որ էլ եմ ասում, ստե չենք եկել, որ ջանգյուլում անենք, ստե խոսում ենք միայն իրական ինչա կատարվում մեր շուրջը, մեր պետության, մեր մնացած բաների եմ ասում, շնորհավոր եմ մեր ծառամարտիկներին, հարկ ու պատիվը իրանց, չգիտեմ, այդտեղ նույն ես հիշեցի, ես 10 տարեկան էի, որ Վարդանյանը Մոսկվայում գիշերը 3 քաշային կարգում, սենց ասեմ, 3 քաշային կարգում ու աչքիս առաջ հայրը սովորված ոնց էր լացում։ Մոսկովյան օլիմպիադան է։ Մոսկովյան օլիմպիադայի գիշերը, այո։ Ես 10 տարեկան եմ։ Ես այդքան մանկության լավ հիշողություն չունեմ, բայց այդ կադրերը աչքիս առաջ են, որս երջանկության արդյունքներ է։ Իմ ասում եմ, նույն բանը իմ հետ էր կատարվում այն օրը, որովհետև մի քիչ էլ ես սենց ասեմ, ես Լաշայի երկրպագու եմ, էլի, ես վրացիքի հետ շատ մոտիկ եմ։ Բայց վրացիները շատ էին ներվել, չէ։ Ինչ կանեն։ Հիմա նայեք, սենց մի քիչ, որ ասում է, ծուռ նստենք դուս խոսանք, Լաշան եթե գար, դե Լաշան շատ մարդիկ գիտեն, որ Լաշան հրաժեշտ տվել է, սպորտին հրաժեշտ չի տվել Լաշան։ Ուղղակի սպասում է, որ 4-րդ օլիմպիադային մասնակցի իր կարիերայի։ Բայց այդտեղի ամենալավ լուրերից մեկը էր, որ մեր բարոն Վարազդատ ասեց, ես պատրաստ սպասում եմ իր վերադարձին ու հաստատում էր իր բանը։ Եթե ասեմ մի քիչ որ ես ներսից բան պարապմունքների ժամանակ ներողություն։ Պարապմունքների ժամանակ Վարազդատը ավելի շատ է բարձրացնում։ Ինքը պատրաստվում է հիմա աշխարհի առաջնություն, էլի օլիմպիադայի։ Այնտեղ մենք սուրպրիզներ կտեսնենք։ Ու եթե Լաշան վերադառնա մեծ սպորտ, շատ հետաքրքիր բան է։ Դե առայժմ բնական է մեր աղջիկներին էլ մեծ շնորհավորանքներ։ Իհարկե, բոլորին։
ու այդ ամեն ինչը ինչից է գալի Գագիկ ջան, անցնենք բուն թեմաներին, էլի միշտ խոսում ենք, չէ՞, թեմա մանկապարտեզից սկսած, դպրոցներից, ոնց է միշտ ասում, չէ՞, առողջ մարմնում, առողջ ոգի։ Այդ մարդիկ ուրիշ ձև են մտածում իրանք ընդհանրապես գիտես ինչն է երազանքը, որ իմ պետության մեջ բոլոր երիտասարդները սպորտով զբաղվեն։ Սպորտը ամենաուժեղ օգնությունն է ընտանիքում երեխա դաստիարակելու մեջ։ Դու քո երեխային, որ ասենք մի սպորտազրի տալիս ես, ընդեղի միջավայրը Գագիկ ջան, ընդհանրապես ուրիշ մտածելակերպ է։ Հասկանում ես, մարդիկ ուրիշ ձև են մտածում։ Ես ըմբիշներին նորից իմ կողմից իմ երեխեքն են իրանք որ միշտ Հայաստանի հավաքականը գալիս է հունահռոմեական գալիս է Իսպանիա ես եմ իրանք դիմավորում միշտ իրանք իմ զակերն են Ալխասից բռնած իմ մեծ շնորհավորությունները Արմենին, Բաբալիս, Սամվելին Գևորգյան իրանք այն ձերի բացի որ իրանք լավ սպորտսմեններ են մեծացնում իրանք Գագիկ ջան, ես մեջի մարդն եմ, էլի կոպիտ ասած, իմ ընկերներն են իրանք արվեստները, իրանք շատ դաստիարակության վրա շատ են աշխատում այդ երեխեքին։ Իրանք հենց մի հատ նայեք Ալեքսանդրյան Արտուրին, պատկերացնում եք, չէ՞, ամեստությունը նրան, Մալխասին, նույն Ռոմանը, ու իրանք որ նայում ես իրանք պետք է օրինակներ լինեն։ Վարչապետը, եթե մի քայլ անում է, ինքը 50 կիլոմետր առաջ մտածել է ինչ անի։ Պատկերացնում եք մարզադպրոցները բացվում այդ մարդկանց անունով։ Ինչն է դրա նպատակը։ Դրա նպատակը հոմնա չի, որ մեծարենք իրենց։ Դրա նպատակը նա է, որ ամեն իրանք արդեն կուրս են, չէ՞, որոշելի դասարների։ Այո։ Այդ ամեն մի մարզադպրոցի բացումը գիտե քանի երեխայի է փրկելու, ասենց ասեմ, բառից որ իմաստով։ Դե Արթուր Աբրամի մարզադպրոցը, Ալեքսանյանի մարզ Գիտեք ինչ կարևոր է Արտուրի մարզադպրոցը Չարբախում։ Գիտեք ինչի համար եմ ասում։ Մենք քաղաքում մեծացած տղեկ ենք Գագիկ ջան, այդ նրանք այնց շրջաններ են, այնց խաղեր են ցենց ասում։ Որովհետև միշտ մի քիչ ուրիշ ձև է, էլի, ես էլ տնավի պարկի տղա եմ, ցավոք ես կոպիտ ասած դաժե իմ մանկության ընկերներն են, ասում ծուրվոտ փրկոտները, էլի, դեռ ներողել են, որ նատակը։ Հիմա այդ դպրոց, այդ մարզադպրոցները որ բացվում են, նրանց նույնիսկ այդ երեխաների ծնողները չեն պատկերացնում, թե ինչ է կատարվելու այդ երեխեքի հետ։ Սենց է երկիրը կառուցվում։ Գագիկ ջան, երկիրը սենց է կառուցվում։ Դրա համար այդ երեխեքը միայն մեդալ վերելը չի ու հիմնը դրոշ բարձրացնելը չի։ Այդ երեխեքը իրանք ճանապարհ են հարթում մյուս սերունդների համար։ Իսկ այդ ամեն այսօր ամեն մի մարզադպրոց, ամեն մի մանկապարտեզ, ամեն մի դպրոցը դա ներդրում է մեր ապագայի, մեր ապագայի, որ մեր մյուս պետության կառավարող երեխաները լինեն, որ մենք հիմա միշտ ցենց ենք անում, չէ՞, ես ասում եմ, արա դե դրսից մեկը պետք է լինի, էլի։ Չէ, ասենք շատ է, չէ՞, տես խոսալցություններ, ասում եմ, արա դե Հայաստանը այն սև դեպի տարիներին։ Ասում ենք, դե դրսից պետք է մեկը լինի, որ այս երկիրը կարողանա երկիր դառնա։ Ինչի համար մենտալիտետի, չէ՞, որ ուրիշ ձև մտածի, որ չմտածի կոռուպցիան ինչ է, որ չպատկերացնի, ասենք փողոցում մի հատ շչակի համար մարդու տարբերան ջարդելը ինչ է։ Այդ երեխաները, սպորտսմենները իրանք են մեր ապագան, այդ մարդիկ են լինելու, այդ մանկապարտեզի մտնում ես գույները, մտնում ես կացաները, մտած ամեն ինչը նայում ես։ Դպրոցները, հասկացա ճանապարհը երեք հիշում եք, երեք գնացել եք Գերմանիա, որ մի հատ գյուղում որ տեսակ է երեխաներին, որ իրանց կազմվածքը, որ այգում բաներ են դրած, սպորտային, մարզասարքերը։ Դու մի հատ հələ պատկերացրեք, էլի դու նայում ես, չէ՞, Գագիկ ջան, այդ տղաների, նայում ես այդ տղաների դեմքերին, իրանց առողջ մտածելակերպը, գիտես ինչ, հետո իրանք բոլորը լավ էլ աշխատում են իրանց գործի տեղը, իրանք կյանքում չեն մանգալի այնց աշխատանք, որ գնան իմ համար ես ինքս էլ բանվորություն եմ արել ամեն ինչ, բայց ուզում եմ ասեմ, ես ուզում եմ իմ երկիրը գիտես ու հասնի, ասում աշխարհի ամենակարճ անեկդոտը որն է, ասում Հրեան Բահով, հասկանում ես, ասում կարաս աշխարհի ամենակարճ անեկդոտը, ասում եվրեյ լապատով, հիմա ինչի չլինի, մեր երկիրը
այնց երեխաներ մեծանան, որ աշխատուժի համար թող աշխարհի բոլոր ուրիշ երկրներից, թող Հնդկաստանից, թող Պակիստանից կան աշխատուժ լինեն։ Իսկ մեր երեխաները առողջ ձևով ուրիշ բաների են։ Ուղեղներով, այո։ Ուղեղներով ու առողջ մարմնով, նույն ձևի առողջ երեխեք են ծնվելու, չէ՞ իրանց։ Նույն ձևի իրանց շրջապատում հիմա նայ, պատկերացնեք ինչ կա, 6 ընկեր են։ 5-ը գնում են սպորտին, մեկը չի գնում։ Մեկը ծխում է, 5-ը չեն ծխում։ Բնականաբար, այդ մի ծխողը նայելու է իր ընկերներին, ինքը պետք է իրան թողնի, Դա իրանք է, բոլորս էլ աշխատել ենք, նմանվենք մեր չէ, մենք ընկերներով, ասենք ինչ են, նույն տեսակի մարդիկ իրար հետ ընկերություն անեն, ասենք, հենց այդպես բաները, դրանք շատ նուրբ բաներ են գալի ջան, շատ Գրիգոր ջան, ես առաջարկում եմ անցնենք նաև քաղաքական թեմաների վրայով, որտեղ այդ նույն քաղաքականությունը էլի բերելու է կամ սպորտի մնացած ամեն ինչի զարգացման կամ հակառակը բերելու է նորից այն նախկին տարիների վիճակը վերականգնի, հա։ Մենք տեսնում ենք հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունները, նախ հաճելի է, որ իրավապահ մարմինները տենց լավ են աշխատում, ընդ որում տես ինչն է հետաքրքիր, Ռուսաստանի Դաշնությունից գալիս են Զվարթնոց օդանավակայան, սենց բան մի ամբողջ ճամպրուկ ռուսական ռուբլիներով, բայց մերոնք հենց տեղում արդեն սպասում են, այնց չի, որ նոր են հայտնաբերում, էլի։ Լավ նույնը գիտեք ոներ համեր վրա, որ եթե տերը, փողերի տերը ինքը չգտնվի, փողը գումարը միանգամից գնում է բյուջե։ Դրան գումարած, եթե արդարացնող բաներ չներկայացնի, այդ փողերը ինչի համար են, եթե չկա ինչ-որ միջպետական պայմանագիր եւ այլն, այսինքն այդ քանակությամբ օտար արժույթը Հայաստան մտնելու իրավունք ուղղակի չունի։ Ագի, պատկերացրա երկու իմանալ, ինչ առաջադրանք են կատարում, ինչ ձևի են առաջադրանքը կատարում, ինչ հրաման ունեն, ինչ ձևի, որ նայ օրորի, մի հատ նոր զայնագրություն է, չէ՞ հերի։ Ես ասում եմ, մարդը ինչ աստվածային է, երկու տարբերակ կա Գագիկ ջան, կան հիմար են, բառից բուն իմաստով։ Կամ էլ ասում են, այնպես առաջադրանք են կատարում, որ վախից գնում են ամեն ինչի։ Հիմա նայ, այսօր նորմալ մարդը, բանական մարդը, որ լուրերը նայում է, տենում է, այսօր սրան են լսում, նրա բաղը նրան են լսում, երրորդ տղա, պետք է գոնե մի քիչ, չէ, մի քիչ հանցագործություն գնալուց, մի քիչ գոնե զգուշը, չէ, աշխատանքի ասի, մտածի մի քիչ ասնար, ասի, ֆուլանին լսում են, ֆստանին լսում են, ինչ էլ պետք է լսեն, բայց պատկերացնում ես ինչ են բան են, ստրուկա պարայական չգիտեմ ինչ բառերն էլ հանրագիտարանում նայես դրանց վերաբերող բառեր չես կարող գտնել ինչ աստիճանի, արդեն դե հոգնել են Գագիկ ջան ասելով որ 10,000 դրամի համար 50,000 իրանց երեխեքի ապագան են դրանք բանանում։ Այդ դրանք հիշում ես մի օր հաղորդման մեջ որ ասացի, ամենացավալին գիտես որ մարդիկ, այտենց մարդիկ ձայնի իրավունք ունեն, որ ասենք կարող է նայի մեկի մեքենային դուրը գա ու դրա համար ձայն տա, մեկի ժամացույցը դուրը գա, այդ դրա համար այդ մարդուն ձայն տա, որ ասում են ինչքան կա, որ ասում են ախպեր Պուտինը լավ տղա է, էլի, ասկի դուխով տղա է, ասեն այդ կոնտինգենտն է, բայց սենց մի բան ասեմ Գագիկ ջան, նայ, այս ամեն ինչը մենք ժողովրդի մի մաս ունեն, որ լուր հետևում է այս ամեն ինչին, իրանք չեն, բայց իրանք գիտեն ձայնում են տալու, հասկանում եք, դե բնական է, իմ ասենք ես հաստատ գիտենք որ անցնելու է ակպան, ասենք, ու սպասատից, ես ասեմ, Գագիկ ջան, ես համոզված եմ, սպասատից շատ, ուղղակի վատի աղմուկը մեծ է, բարձր է, չէ, բարձր է, այդ ոչնչությունները, ուղղակի գիտես ոնց, այդ աստիճանի, նժդեի խոսքերը չեմ ուզում կրկնում, էլի, նժդեն ասել է, չէ, ասենք, ասել է նժդեն, հիմա ես, դու հո նժդեից լավ չեն ճանաչել մեր ասել Գագիկ ջան, դրա համար քանի իրանք գոյություն ունեն, միշտ, այն ասма քանի գառները կան, գայլերը միշտ կուշտ են լինելու, չէ՞։ Ոնց է լինելու, չէ՞, կարողանալու։ Այսօր
մի հատ կարևոր լավ բան ասեմ, իմ համար լավ, որոշ մարդկանց համար վատ, Ալիևի ելույթը լսել ես մի հատ ինչ-որ բանում, ես Telegram-ում եմ նայել, Telegram-ում ասել, որ Քոչարյանի Սերժի մասին որ խոսում։ Եթե դա ճիշտ է, եթե դա ճիշտ է, ինչ է ասում, դա քրքին անգամ իմ նման մտածողի համար դա նորություն չի, բայց դա ահռելի մեծ նորություն է, որ ասում է պատերազմը ով ում պատճառով է եղել, մեկ, երկրորդը, ասում է հələ պատկերացնում ես, ասենք, ցնդելու բանա, չէ, որ ասում է вопрос преемника, հարց են տալի անունը չնելու, ասում է իմ նախագահական տարիների ամենամեծ սխալը իմ հետևորդ ընտրելն է, այսինքն բան էր էլի, չգիտեմ, ֆեոդալական Դե հա, սուլտանատի էլի, սուլտանատի նման է ինչ-որ առումով, հա, Սերկին անգամ հատասություն, հիմա գիտես եմ ես բարերը կրկնում գալի ճան, բնական է, այդ նորություն չի, որ մարդիկ լսում են, ուզում եմ ասեմ, ժողովուրդը մեր, վատը, լավը, դրա մասին չեմ խոսում, մեր ժողովուրդը խելացի է, եթե մեր ժողովուրդը խելացի չներ, գալի ճան, մենք հիմա գոյություն չէինք, այլի, անհատական որ վերցնես, այն անհատական, մենք միշտ բոլորս է գիտենք, թիմային սպորտներում ինչի են մենք ծախովում, բայց անհատական որ վերցնես, անճարեղ ազգա մեր հայը, ուզում եմ ասել, ամեն ինչ հասկանում է ժողովուրդը, գալի ճան, ամեն ինչ, դե կաշառքների վրայով եսին երևի սրանց վերջի ուսով լինեն, որ վերջի կարապի պարը կլինի, էլի սրանց, այս վերջին ու այդ իրաններից դուրս կգան դրանց երևի, ես կողում եմ, անգամ իրենք ինչ են օգտագործում, հա, նաև Փաշինյանը անդրադարձավ այս ճեպազրույցի ժամանակ, անընդհատ օգտագործում է ինչ-որ միֆային 300,000 ադրբեջանցիների իբր վերադարձի թեմա, չգիտեմ ինչ, բայց ես այսօր կարդացի իմ Facebook-յան ես հայերեն չեմ հասկանում։ Չէ, բայց ես մի ուրիշ բան ասեմ, ինքը սև հումորի դաշտից է, ես այսօր Facebook-յան մի տենց գրառում կարդացի, իմ Facebook-յան ընկերներից մեկն էր գրառում արել, ասում էր հանգիստ եղեք, այդ 300,000-ը եթե գան Հայաստանում ենքան տոքսիկ քաղաքական միջավայր է, որ կթողնեն ու կփախնեն, սև է հումորը, բայց դրա մեջ ինչ-որ իհարկե ճշմարտություն կա, էլի։ Հումոր բառը, սև հումորը ինձ ավելի մոտ է ճշմարտության։ Հիմա այդ հիշեք ասածը, ես այդ Ալիևի ելույթի վրով, նայեք ինչ ասելու են տեքստը Փաշինյանն է գրել, որ կարդա, ասենք մի ուրիշ ձևի, էլի, ապացուցում ամեն ինչը, թե պատերազմը ով սկսեց ու ում պատճառով։ Հիմա ես այստեղ Ալիևին չեմ գովաբանում, հա, ուրիշ բաներ են ասում։ Ես հիմա ասենց մի բան ասեմ, եթե այսօր իմ երկրի խաղաղություն լինելու համար, ես որպես հայ, եթե ինձ պետք է Ալիևին գովաբանեմ, ես կգովաբանեմ։ Հասկանում ես, չէ՞, ինչ Սա իրեղացված բան ես ասում, իհարկե։ Իմ համար պատկերացնա ինչ աստիճանի է իմ համար խաղաղությունը կարևոր երկրի, որ ասենք դա բնական է, ես սենց ասեմ, ծուրնստեն դուրս խոսալ, այդպես մարդկանց միայն մահն են ուզում, որ ում ձեռները արունի մեջ է, նույն ձևով իրանք կունենան այդպես մարդիկ, ովքեր մեր կողմից են այդպես, բայց ես ասում եմ, եթե պետք է գովաբանել իմ թշնամուն, որ իմ երկիրը լավ ապրի, ես կգովաբանեմ որպես։ Իհարկե, տես 20 րոպե շատ կներես, էլի, չկարած անջատեցի, 5 րոպե, այս չակերտների մեջ լրագրողները, ես իրանք դատապաշտպաններ եմ ասում, իրանք ոնց որ հելնում են մեկի, որ բան ան, ով է տեսել, թեկուզ վարչապետին չէ, ում ուզում ալնի գալիչը, 5 րոպեանոց հարց, ո՞ր է անունը հարց, ու հարցի, դուրս է եկել, բան անում, ելույթ է ունենում, ելույթ է ունենում այդ հուշարձանների պահով, արա լավ դուք չեք հասկանում, որ այս մարդը ձեզ հայերեն, ռուսերեն,
Են նյետ բացատրում է, ձեզ ասում է, որ այս ամեն թեման այսօր պապկի մեջ դրած, փողկի վրա է դրած։ Միջև այս երկիրը չեն հասկանում այդ մարդու, Գագիկ ջան, միջև այս երկիրը ոտի կանգնի, այս երկիրը գա հասնի այն աստիճանի, որ արդեն կարողանա ինքը պահանջի, Դե տեսե, ես քեզ ուրիշ օրինակ բերեմ։ Գրիգոր ջան, կներես քեզ ընդհատեցի, ուրիշ օրինակ բերեմ։ Մենք բոլորս գիտենք հրեական բանակի գրված եւ չգրված օրենքները։ Եվ այնտեղ կանոնադրության մեջ գրված է, որ եթե դու թշնամուն գերի ես ընկնում, քո կյանքը բերկելու համար ցանկացած բացի կարող ես հայտնել, չէ՞։ Հիմա տես, մեր մոտ արդեն լուրեր են տարածում, էդ էլ է վատ, դեռ մարդիկ չվերադարձած լուրեր են տարածում, որ Ադրբեջանից 11 գերիներ վերադառնալու են հայրենիք, հա։ Այսօր այդ գերիներից մեկը, որ արդեն մինչև այդ վերադարձել էր, ասում էր ժողովուրդ դադարացրեք, մի խոսացեք, թողեք այդ տղերքը վերադառնան, նոր հետո ինչ ուզում եք ասեք։ Հա։ Չէ, դա սրբություն է ընդհանրապես գալիքը, դրա էլ եմ ասում։ Դա այն կոնտինգենտն է, որ բայց գիտես ոնց։ Մի քիչ առաջ հիշեցիք, որ ասացի 6 ընկերոցից 5-ը սպորտսմեն են, մեկը ծխող։ Իմանայ, այնքան պետք է մենք գիտես ոնց, պետք է չմոռանանք, որ մեր աշխարհի մարդիկ են դրանք։ Ու բոլորը, ես միշտ ասում եմ, մարդը որ ծնվում է, Գագիկ ջան, նույնն է աշխարհում լուգոյի մարդ, որ յուրաքանչյուր մարդ ծնվում է, բոլորս մի կտորից են սարքած, բոլորիս մեջ լավն ու վատը քնած է։ Հիմա տարիների ապրելու ընթացքում մեկի մեջ լավն է արտանում, վատը քնում է։ Ու լինում է, որ մեկի մեջ վատն արտանում, լավն է քնում։ Այսինքն, եթե այդ նույն մարդի կոնտինգենտը եւ նորից կրկնում եմ ծուրուտ կրճոտները, որտեղ իմ անձամբ իմ կյանքում եղել է ընկերների ընկերության շրջապատի մեջ, եթե իրանք ճիշտ միջավայրում մեծանան, այդ մարդիկ էլ փոխվեն։ Գագիկ ջան, իհարկե, միանշանակ։ Հաստատ, այդ նույն ես չեմ հավատում, որ աշխարհում մի ծնող գոյություն ունի, հələ չեմ ասում, թե այս հայ։ Մի ծնող գոյություն ունի, որ ուզենա իր երեխան դուրս ընկնի, փողոցային լինի կամ մարդասան։ Այդ մնացածը, որ ինչ-որ մի հատ 0.01% կա, դա դրանք մարդ չէ, խոսքը գնում է մարդկանց։ Ինչ եմ ուզում ասել։ Շայթակումը եղել է, որ ժամանակին այդ մարդիկ չեն զբաղվել իրենց երեխեքով։ Դրա համար մանկապարտեզը դպրոցը, երեք հիշվեք ինչ ասեց մանկապարտեզի ուսման հարցը որ լուծել, արդեն ասում ենք մսուլներին։ Դու պատկերացնում ես, այո։ Ասում են արդեն գալի է ժամանակ, որ մարդու փորի մեջ են դաստիարակելու մեր երեխան։ Այս մարդիկ մի քիչ ուրիշ ձև են նայում, Գագիկ ջան, դա ապագան, եթե դու ուզում ես ճիշտ երկիր ունենաս, ապագան դրա մեջ է։ Այսօր ջրից է խոսում, նայ, ինչքան մարդ կա, որ դու պատկերացնում ես ինչա, համեմատական ասում, ես այսօր որ ծորակը բացում եմ, այսօր ո՞րն է, իմ ամբողջ բանական կյանքում ծորակը որ բացում եմ հրաշվելու Գագիկ ջան, ջուրը հակել բացելով իմանում ինչի համար, որ իմ ծորը բաղը ջուր ունեն։ Այսօր աշխարհի ամենամեծ պրոբլեմներից մեկը ջուրն է լինելու։ 20 տարի հետո Իսպանիան ջրի պրոբլեմ ունի Իսպանիայի հետ։ Իսկ լեռնային երկիրը մենք ջրի հիմա նա ինչ ասում, առաջվա մոտակա 5 տարիները բանը ջրի խնդիր են լուծելու, այո։ Ջրի խնդիրն է լուծելու։ Դու պատկերացնում ես, այսօր ջրի պրոբլեմ ունեցող ռոռոկման ջուր չկա, հայը խավից ինչ միրգ է ստանում, ինչ անում։ Հələ պատկերացրու, բայց մարդուն որ հնարավորություն տաս ջրելու, Հայաստանը չեմ չափազանցնում։ Լրիվ միջին արևելքը, լրիվ բոլոր միջին արևելքը Հայաստանի կարամրքով ու բանջարեղենով բալի, դա էլ քեզ շուկա։ Դա քեզ են շուկան, որից որ այսօր կարճել են, ասում են, դա էլ Գագիկ ջան, ես դա էլ ասեմ։ Այդ շատ հեշտ է մեր նման մենք նստենք ասենք վաղը լուսի դուրը փագի այ դու կարծում ես դու ես ու իմ հարևան Պողոսը ավելի լավ գիտենք ինչ ենք անելու, քան թե այսօրվա կառավարությունը։
որ ֆակտորով, իրանք փաստերով ցույց են տալիս փողոցի ասֆալտապատումից բռնած մինչև դպրոցների, որ այդ մարդիկ ինչ անում են այս երկրի բարգավաճման համար։ Բարգավաճման համար, այո։ Ինչ կա։ Դու յուրաքանչյուր, էլ եմ ասում։ Գրիգոր ջան, ցավոք մեր եթերաժամը էլի սպառվեց ամենահետաքրքիր տեղում։ Շնորհակալություն կրկին համար, կրկին ձեզ, կրկին ուզում եմ շնորհավորեմ մեր մարզիկներին, Մալխասից, բոլոր իրանց վարազդատի, բոլորի ես նույնպես միանում եմ այդ շնորհավորանքներին։ Ու գրկում եմ Բաբալից ու Սավելից Գևորգյան, որտեղ ինձ կուլտուրի մանկության ընկերներն են իրանց հատուկ շնորհակալություն։ Իհարկե։ Բարի բոլորին, սիրում եմ ձեզ ազգ։ Ամենայն բարի։ Հիշեցնեմ, որ Երևան, Իսպանիա է պարագայում արդեն Տոլեդոից ինձ հետ կապի մեջ էր Գրիգոր Գրիգորյանը եւ մաղթում եմ ձեզ բոլորիդ ամենայն բարիք։